2016 թվականի հունիսի 20-ին ժամը 15:20-ին ահազանգ է ստացվել առայն, որ Գյումրու Ֆոնտաններ թաղամասում բնակվող Սարգիս Հակոբյանն ու նրա մայրը մի քանի օր է ինչ չեն արձագանքում։ Վերջիններիս տնակից տհաճ հոտ է գալիս։ Դեպքի վայրի զննությամբ Գյումրու իրենց տնակում հայտնաբերվել են նույն տնակի բնակիչներ 1936 թվականին ծնված Սիրիկ Հակոբյանի եւ 1960 թվականին ծնված Սարգիս Հակոբյանի դիակները բռնության հետքերով։ Այդ օրերին շրջանառվող վարկածները շատ էին։ Առաջին պատճառը, որն արծացվում էր, թունավորումներ։ Մինչ շատերը կմտածեին, որ տնակում սոցիալապես անապահով եւ դժվար կենցաղով ապրող մայրն ու որդին թունավորվել են, քննչական գործողությունները պետք է բացահայտեին։ Նրանց սպանել են։ Մահվան պատճառը թունավորումը չէր։ Գյումրու տնակներից մեկում հայտնաբերվել են մայր եւ որդի Հակոբյանների դիակները։ Մայրը Սիրիկ Հակոբյանը ծնված 1936 թվականին եւ որդին Սարգիս Հակոբյանը ծնված 1956 թվականին։ Տեղի ունեցածի մասին ահազանգել են վերջիններիս հարևանները, երբ ելումուտ չեն նկատել, նրանց 2 օր չեն տեսել։ Ասում որ հարևանները մի քանի օր լուր չեն ունեցել, ինչ որ հոտ է եկել թե ինչ։ Այդ մասին տեղյակ են պահել 80-ամյա Սիրիկ Հակոբյանի հարցին, ով տարիներ շարունակ որդու հետ միասին առանձին էր բնակվում, ամուսնալուծված էր։ Սակայն վերջին անգամ հեռախոսազանգով շփվել էր նրանց հետ հունիսի 18-ին, դրանից հետո որևէ տեղեկություն չէր ստացել նախկին ամուսնուց ու սկեսուրից։ Հարազատներից հեշ մարդ խաբար չէ, որովհետև ինքը բաժնվել էր։ Կնգանից եկել էր այստեղ պունկտ էր էլի, в общем։ Սի գիրատան բանն է, զիբիլներն են։ Ինքը սոված կքնի, բայց անցավ զիբիլ է խեղճի տունը։ Հոդը ընկել էր։ Քանի օր է այդ մարդիկ սվանված, հոդը տոնդերը խոշոր դուսուն էսկենի, զգացին կոյշոր է պանիկադար է։ Հետո ինչ-որ յան հարսը, զանգեցին հարսին, եկավ, տեսա, որ Նույն օրը դեպքի վայրում էին Շիրակի մարզի ոստիկանության, դատախազության եւ քննչական բաժնի ներկայացուցիչները։ Իսկ տնակում ուսումնասիրություններ իրականացրեցին համապատասխան մասնագետներն ու փորձագետները։ Այդ օրը հենց դեպքի վայրից հարևաններին ու լրատվամիջոցներին հայտնեցին, որ մահվան հավանական պատճառը կարող է թունավորումը լինել, սակայն իրականացվելու էր դատաբժշկական փորձաքննություն, ինչից հետո ամեն ինչ պարզ կդառնար։ Իրանք մեր ու տղա են ապրում։ Ով էր, ինչ էր, ինչի էին սպանել, իր ամահով էր մեռել, դատեղ ավ, դատաստան եղավ, գդան, չգդան, իր ամահով էր մեռել, սառել էր, խմել էր, պարկել։ Տարածքում ապրող հարևաններն էլ պատմում էին, որ ընտանիքն ապրում էր սոցիալական ծանր պայմաններում։ Մայր եւ որդի Հակոբյաններին հաճախակի են տեսել թաղամասի աղբարկղի մոտ ուտելիք հայթաթելիս։ Այն, որ պատճառը իրոք կարող էր թունավորումը լինել, հավատում էին շատերը, սակայն ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ իրականում տեղի է ունեցել դաժան սպանություն։ Սեցին երևի իրանք տեղխմելու էցեր ունեին էլի։ Երևի սեցին խմասան Իրանք իրանց ընկի մրել են, հետո իմացան, որ ինչ-որ սպանել են։ Ինչպես դեպքից 2 օր անց, այնպես էլ նախաքննության ավարտից հետո մեր նկարահանող խումբը Գյումրիում էր։ Դեպքի մասին դուք եք իմացել։ Այդ սպանությունից հետո մենք տեղյակ եղել։ Նույնիսկ տեղն չենք եղել։ Ներքև է մեղես, հանգենձը կանչել են, ինչ որ քրնիշներ են եկել հարցրել, թե որպես կողքի ապրող մենք հեչ բանից տեղյակ չենք։ Մինչ հարևանների եւ ծանոթների շրջանում տարբեր վարկածներ կշրջանառվեին, հունիսի 21-ին ստացվեցին մահվան մասին բժշկական վկայականները, որոնց համաձայն մոր եւ որդու մահը հետևանք էր նրանց նկատմամբ կիրառված բռնության։ Մասնավորապես Սիրիկ Հակոբյանի եւ Սարգիս Հակոբյանի մահվանը հանգեցնող անմիջական վիճակը հանդիսացել է գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարումը, որին բերել է փակ բութ գանգուղեղային վնասվածքը։ Բացի նշված վնասվածքից, Սիրիկ Հակոբյանի մոտ հայտնաբերվել է նաեւ ձախից 5-6-րդ կողոսկրերի կոտրվածքներ։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետով։ Մշակվել է քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, ձեռնարկվել անհրաժեշտ քննչական ու դատավարական գործողություններ, 2 անձի սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Կատարված լայնածավալ գործողությունների արդյունքում պետք է պարզ դառնար սպանություն կատարողը Հակոբյանների ընտանիքի վաղեմի ծանոթն էր։ Ավելին, կատարած հանցագործության հետքերը ամեն կերպ փորձել է վերացնել ոչ միայն նա, այլ նաև նրա ընկերուհին։ Իսկ դուք տեսել եք, որ ինչ-որ տղա է գալիս անթերթ այստեղ աղջկա հետ, գորանժելա։ Եդիգյանց այդ վախտերին կուկային, հմի չեն կա, հմի կանիք չեն են։
Քննության պարզվել է, որ հունիսի 16-ին Հակոբյանները հյուրընկալել են Վաղեմի ծանոթին, Գոռ Խաչանյանին, ով գիշերել է նրանց տնակում։ Հաջորդ օրն առօրյա գործերն ավարտելուց հետո միասին հաց են կերել ու ալկոհոլ օգտագործել, որին մասնակցել են մայր եւ որդի Հակոբյանները, Գոռ Խաչանյանը եւ վերջինիս ընկերուհին Անժելա Ենոքյանը։ Հյուրասիրության ժամանակ տեղի է ունեցել ծեծկրտուկ, մոր աչքի առաջ սպանվել է որդին։ Վիճաբանությանը խառնված մայրն արժանացել է նույն ճակատագրին։ Ստացած գանգուղեղային փակ բութ վնասվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ։ Կատարված առանձնապես ծանր հանցագործությունն ու այն կատարող անձի ինքնությունը թաքցնելու նպատակով տնակը հանցագործն ու իր հանցակից ընկերուհին արագ մաքրել էին կատարված սպանության մասին վկայող ակնհայտ հետքերից։ Այդպիսով պարտակելով կատարված առանձնապես ծանր հանցագործությունը։ 2016 թվականի հունիսի 17-ին ժամը 17-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցի տնակներից մեկում մայր եւ որդի Հակոբյաններին դիտավորությամբ կյանքից զրկելու փաստի արդիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ նույն օրը Հակոբյանների տնակ են այցելել Անժելա Ենոքյանը եւ Գոռ Խաչատրյանը, որոնք տնակում Հակոբյանների հետ միասին օգտագործել են ոգելից խմիչք։ Ոգելից խմիչք օգտագործելու ընթացքում Հակոբյանը Անժելա Ենոքյանին եւ Գոռ Խաչատրյանին մեղադրել են անբարոյական կյանք վարելու մեջ, ինչի շուրջ նրանց միջև առաջացել է վիճաբանություն։ Փաստական տվյալների համաձայն 2016 թվականի հունիսի 17-ին տուժողները Սիրիկ եւ Սարգիս Հակոբյանները հյուրընկալել են Գոռ Խաչանյանին եւ վերջինիս ընկերուհուն Անժելա Ենոքյանին։ Միասին հաց են կերել ու գործածել ոգելից խմիչք։ Հյուրընկալման ժամանակ անձնական հարցերի շուրջ Սիրիկ Հակոբյանի եւ Գոռ Խաչանյանի միջև առաջացել է վիճաբանություն, ինչը վերածվել է ծեծկրտուքի, որի ժամանակ էլ Խաչատյանի կողմից Հակոբյաններին պատճառվել են կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։ Վիճաբանության ընթացքում Գոռ Խաչատրյանը Հակոբյաններին դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով սեղանի վրայից վերցնելով դատարկ օղուշիշը հարվածել է Սարգիս Հակոբյանի գլխին, այնուհետև դրան մոտից վերցնելով երկաթե մուրճը հարվածել է Սիրիկ Հակոբյանի գլխին, որոնք ստացված մարմնական վնասվածքների հետևանքով մահացել են։ Քննությամբ հիմնավորվել է նաև, որ Ենոքյանը ներկա գտնվելով վիճաբանությանը կյանքի համար վտանգավոր դրության մեջ գտնվող եւ ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված մայր եւ որդի Հակոբյաններին անհրաժեշտ օգնություն ցույց չի տվել։ Գոռ Խաչատրյանի գործողություններին ներկա գտնվող Անժելա Ենոքյանը իր հերթին դրսևորելով անգործություն, անտեսելով գթասրտության, մարդասիրության եւ բարոյականության սկզբունքները անհրաժեշտ օգնություն չի ցուցաբերել Հակոբյաններին, բացի այդ չի ահազանգել եւ այդ մասին տեղյակ չի պահել պատշաճ մարմինների։ Բացի այդ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ կատարված առանձնապես ծանր հանցագործությունը եւ այն կատարող անձի ինքնությունը թաքցնելու նպատակով Անժելա Ենոքյանն ու Գոռ Խաչանյանը միասին տնակը մաքրել են դեպքի մասին վկայող ակնհայտ հետքերից, այդպիսով պարտակելով կատարված առանձնապես ծանր հանցագործությունը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա Գոռ Խաչատյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով, Ենոքյանին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի առաջին մասի եւ 334-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով։ Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, իսկ այժմ արդեն դատարան։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մայր եւ որդի Հակոբյանների սպանության դեպքի արդիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Կատարված հանցագործության համար Գոռ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի առաջին կետով, իսկ Անժելա Ենոքյանին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 128 հոդվածի առաջին մասով եւ 334 հոդվածի առաջին մասով։